Սիրելի հայրենակիցներ, երեկվանից քննարկման առանցքում սահմանադրության հարցն է։ Նոր սահմանադրություն, որը ես արդարացիորեն կոչել եմ Ալիևյան սահմանադրություն, բայց որը հակազդեցություն է առաջացնում իշխող քաղաքական մեծամասնության կողմից, չնայած ես գոհունակությամբ պետք է ասեմ, որ ամեն անգամ այդ բառապաշարն օգտագործելով, նույն տերմինոլոգիան օգտագործելով, միայն օգնում եք, որպեսզի այդ մեսիջինգը հասնի մեր ժողովրդին եւ դա հստակ պատկերացնի, ժողովուրդը պատկերացնի ինչի մասին է խոսքը։ Առհասարակ Հայաստանում եւ Հայաստանից դուրս չկա որևէ միամիտ մարդ, ով կարծի, որ այս սահմանադրության մասին քննարկումները Հայաստանում ծնված օրակարգ են։ Ու ես հիմա բացատրեմ, ինչ նկատի ունեմ։ Հիմա, երբ մենք ասում ենք բովանդակային առումով, ինչ այսօր քննարկվում է, որևէ առնչություն չունի 20 թվականի սահմանադրության փոփոխության, նոր սահմանադրության փոփոխության բովանդակության հետ, դա փաստ է։ Հիմա երեկվանից քչփորել են, գտել են մի հայտարարություն, որ Նիկոլ Փաշինյանն արել է 20 թվականի հուլիսին։ Այդ մեկն եք, այս պահին այդ մեկը հրապարակվել է, մեկին անդրադառնամ։ Իհարկե, չեք անդրադառնում նրան, որ առանցքը այնտեղ փոփոխության, պետական կարգի, կառավարման մոդելի փոփոխության հարցն է, որի մասին հիմա որևէ քննարկում չկա, ասում եք, պարլամենտարական համակարգը ընտիր համակարգ է։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, մի ընդհատեք, հետո կխոսեք։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ հայտարարությունից առաջ մոտ ժամանակահատվածում դուք եւ Նիկոլ Փաշինյանը գնում էիք սահմանադրության փոփոխության այս ձևաչափով։ Սահմանադրության փոփոխությունը փորձում էիք մարդկանց համոզել հպարտ քաղաքացու անձնագրով, որը ամենևին այս քարտեզը չի։ Հետևաբար գալ, այստեղ ասել, նույնիսկ 20 թվականին սահմանադրության փոփոխության բովանդակությունը նույնն է այսօրվա բովանդակությամբ, իհարկե նույնը չի։ Ավելին, մեկ ամիս հետո Նիկոլ Փաշինյանը անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղում, սիրելի հայրենակիցներ, որտեղ ասում է. Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, 30 տարի առաջ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Պատմական այդ որոշումը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքի վրա, բխում էր այդ կամքից եւ այլն եւ այլն։ Այսինքն, այսօրվա սահմանադրության հարցը բացառապես այն տիրույթում է, մենք պետք է հանենք անկախության հռչակագրին հղումը, թե չէ։ Այսօրվա ձեր սահմանադրության, որ մենք կոչում ենք Ալիևյան սահմանադրություն, բովանդակությունը միայն դա է, իսկ այն բոլոր փոփոխությունները, որի մասին այո, որոշ ժամանակահատված խոսել եք, բացառապես պետական կառավարման մոդելի մասին քննարկումներ են, որոնք, ինչպես հիմա հասկանում ենք, որևէ աղերս չունեն իրականության հետ։ Ավելին դրանից հետո իհարկե եղել է օրինակ Սևրի պայմանագիրը այդ տվյալ հայտարարությունից մեկ ամիս հետո Նիկոլ Փաշինյանի ուղերձը Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյակի տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին, ես նույնիսկ չգիտեմ իմ դաշնակցական գործընկերները նման հայտարարություններ կանեին այդ ժամանակահատվածում, թե չէ, որտեղ ասում է Սևրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց եւ ամրագրեց Հայաստանի անկախությունը։ Եվ այսպես բազմաթիվ հայտարարություններ Արգելի գործընկերներ, խնդրում եմ պահպանել լռություն։ Պարոն Խաչատրյան, ձեզ էլ է վերաբերում, Տիկին Ղազարյան, ձեզ էլ է վերաբերում։ Խնդրում եմ մի րոպե, Տիկին Գրիգորյան։ Խնդրում եմ թույլ տվեք ամբիոնից ելույթ ունեցողը խոսի եւ իրեն մի արձագանքեք։ Սիրելի հայրենակիցներ, իրերը պետք է կոչել իրենց անուններով։ Կա Ադրբեջանի նախապայման, այդ նախապայմանները երկուսն են եղել, մեկը Մինսկի խմբի համանախագահության չեղարկում, որն իրականացվեց նախաստորագրման փուլում, երկրորդ պահանջը Հայաստանի Հանրապետության սահմանադրության այնպիսի փոփոխություն, որը անկախության հռչակագրին հղումը կհանի, որի իրականացմանը դուք բոլորդ հիմա մասնակցում եք։ Այսինքն այդ նարատիվներն եք տարածում։ Եվ հետևաբար այստեղ գալ ասել, գիտեք, այդ տաբու բառը, որ կպցնում եք Ալիևյան սահմանադրություն, դա բովանդակային քննարկման տեղ չի թողնում, բովանդակային ձեզ հետ ինչ քննարկենք արտաքին պարտադրանքի օրակարգի տիրույթում։ Ես մեծ հաճույքով կքննարկեի ձեզ հետ մեր գաղափարական տարաձայնությունները Սփյուռքի մասին, եկեղեցու մասին, պատմության մասին, ապագայի մասին, բայց երբ մենք ընկղմվում ենք
արտաքին պարտադրանքով ձևավորված օրակարգի տիրույթ, անխուսափելիորեն մասնակից ենք դառնում այդ օրակարգին, որը մեզ համար անթույլատրելի է։ Ես ուզում եմ այս համատեքստում մեկ այլ հարցի անդրադառնալ։ Արդյոք այս պարլամենտը լիազորված է քննարկել այս բովանդակությամբ սահմանադրության հարցը։ Ես համոզված եմ, որ ոչ։ Այո, առհասարակ սահմանադրության փոփոխություն, նոր սահմանադրություն հնարավոր է քննարկել, բայց այս բովանդակությամբ, որի մասին ես նոր խոսեցի, արդյոք սա լիազորված ենք մենք բոլորս քննարկելու այս հարցը։ Ես խորապես համոզված եմ, որ ոչ, որովհետև մենք ընտրություններին գնացել ենք ժողովրդի մոտ եւ ասել ենք, մենք գնացել ենք ժողովուրդ, մեզ ձայն տվեք, ոչ միայն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, այլ Հայաստանի Հանրապետությունը բովանդակությամբ հայկական պահելու եւ թույլ չտալու, որպեսզի իր բովանդակությամբ դառնա Արևմտյան Ադրբեջան, որի առաջին քայլը սահմանադրության փոփոխությունն է։ Մեր ժողովուրդը մեզ այդ ձայնը չի տվել, ավելին, բոլոր ընտրախախտումներով հանդերձ այս պարլամենտում չունեք դուք մեծամասնություն։ Այսինքն դուք եք գնացել ժողովրդի մոտ, ասել եք մեզ ձայն տվեք, սա անելու, այդ դրանցից մեկը սահմանադրության փոփոխությունն էր։ Եվ ժողովուրդը ձեզ ձայն չի տվել։ Այս պարլամենտը սահմանադրական մեծամասնության մասին է խոսքը։ Բա այս պարլամենտը կարող է հաստատել սահմանադրության նոր տեքստը եւ դնել հանրաքվեի, եթե կա 2/3 մեծամասնություն։ Դուք չունեք այդ մեծամասնությունը։ Եվ մեզ էլ որևէ մեկը չի լիազորել, որպեսզի մենք այդ փոփոխությունը իրականացնենք։ Հետևաբար սա նոր սահմանադրության հարցը ոչ թե հետընտրական ձևավորված օրակարգ է, այլ նախընտրական օրակարգ է, որի պատասխանը ժողովուրդը տվել է, այսինքն չի ուզեցել նման փոփոխություն։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը իմիջիայլոց փորձել է մեզ բոլորիս ազատել այս process-ից։ Եվ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի մասին, չգիտեմ, հորդորել է, խնդրել է, պահանջել է, SMS է գրել, էական չի բառը։ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ անկախության հռչակագրին հղումը կամ քանի այդ բառերը նախադասությունները ուղիղ արտացոլված չեն սահմանադրության մեջ, նշանակում է իրենք սահմանադրության մաս չեն։ Նմանատիպ մի ձևակերպում, այսինքն ինքն էլ է հասկացել, որ ադրբեջանական պահանջը հնարավոր կլինի այսպես զսպել, չի ստացվել։ Եվ եթե կուզեք, ընտրության այս համամասնությունը իր բոլոր խնդրահարույց կետերով հանդերձ փրկողակ է ձեզ։ Փրկողակ է Նիկոլ Փաշինյանին հերթական ստորացուցիչ զիջմանը չգնալու համար, որովհետև դրանից հետո նոր պահանջներ են գալու, նոր զիջումներ են գալու, եւ ժողովրդի ընտրությունը դուք պետք է ընկալեք որպես փրկողակ ադրբեջանական հերթական պահանջից խուսափելու համար։ Ադրբեջանը ձեզ պարտադրում է, եւ դուք դա նոր չի, որ հասկանում եք, որ պարտադրում է։ Այս քարտեզի մասին խոսեց, ես արդեն ասացի, թե հպարտ քաղաքացու անձնագիր ինչպիսի տեսք ուներ, այս քարտեզի դեմ որևէ մեկը կռիվ չի տալիս։ Պարզապես այս քարտեզը ձեր օրոք մկրատվել է։ Հայաստանի Հանրապետության տարածքով գնալիս կարող ես տեսնել, թե ինչպես են ադրբեջանցիները տարբեր գագաթներ գրավել եւ այնտեղից չեն պատրաստվում դուրս գալ։ Սա ձեր օրոք է եղել։ Եվ այս քարտեզը, որ մեր հպարտությունն է, ձեր օրոք մկրատված է։ Եվ դուք դեռ գալիս հարցնում եք, ընդունում եք այս քարտեզը, ինչպես եք վերաբերում այս քարտեզին։ Ձեր օրոք մկրատված քարտեզ է դարձել Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Ես իհարկե շատ ուզում եի խոսեի նաև դատաիրավական համակարգում տիրողից, բայց ինչ ասես մի համակարգի մասին, որտեղ բարձրագույն դատական խորհրդի ղեկավարը կարող է SMS-ով հեռացվել, որտեղ օրինակ Մասիս Մելքոնյանը մի քանի օր առաջ քրեական հեղինակությանը կալանքից ազատում է, բայց բոլոր քաղաքական անձանց տեղում կալանք է տալիս։ Սա է իրական պատկերը, չեմ ասում մնացական Մարտիրոսյան եւ այլն եւ այլն։
Այսքանով կավարտեմ եւ կասեմ, որ մենք չենք մասնակցելու Տիկին Ջուլհակյան ձեր ընտրությանը, ինչպես չենք մասնակցում իշխանության կողմից առաջադրված այլ տեխնացիների ընտրությանը։ Շնորհակալություն։